Հայ երգը նախագիծը եզրափակում է այս տարին։ Ջազային հնչողությունների ու ժողովրդական գործիքների համադրությամբ բեմում ձևավորվել էր նոր, թարմ, բայց ազգային երաժշտությամբ միջավայր։ Բեմին են Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն ու դաշնակահար կոմպոզիտոր Խաչիկ Սահակյանը։ Հիմնականում կլինեն իմ ստեղծագործությունները, որոնք ավելի շատ կատարվել են ջազային երանգներով եւ կլինեն մեկ-երկու ստեղծագործություն իմ մշակումներից։ Մեկը Հայրիկ Մուրադյանի ժառանգությունից, մեկն էլ Պագանինի կապրիչոներից մեկի տենց ասեմ ավանտյուրա էլ։ Ջազմեն Խաչիկ Սահակյանի համար այս նվագախմբի հետ սա առաջին մենահամերգն է։ Վերջիններս վարպետորեն ցույց տվեցին, որ երաժշտությունը սահմաններ չունի։ Երաժշտության մեջ ընդհանրապես արդեն այնքան թափանցիկ է դառել, որ մի տեղից մյուս անցումը շատ արդեն օրգանիկ է դառել։ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրեն Կարեն Մայլյանը համագործակցությունը բնորոշում է որպես փորձարարական եւ հաջողված քայլ։ Համագործակցության հիմնական մեխը այն էր, որ մայեստրոն ինքը գործիքավորեց մեր նվագախմբի համար բոլոր ստեղծագործությունները, մեր հիմնական ծրագիրը ինչ որ նվագում ենք, դա չէ, բոլոր մայեստրոյի հեղինակային ստեղծագործություններն են։ Այս համերգը լավագույն քայլն էր ազգային մեղեդիները վերածելու ժամանակակից արտահայտչամիջոցի։ Այնքան հետաքրքիր եւ գերող երաժշտություն է իրեն ռիթմով, հատկապես ռիթմիկ բազմազանությամբ, որ բոլոր ազգերը վերցել են եւ իրենց ազգային մեղեդիները ուղղակի համեմում են այդ ռիթմիկ պատկերներով, այնպես որ մենք էլ զուրկ չենք մնում դրանից։ Կարծում եմ ավելի գունակեղ ստացվում է հայկական մեղեդին։ Համերգը կայացավ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող հայ երգը ծրագրի շրջանակում, որն ուղղված է հայ ժամանակակից ստեղծագործական մտքի եւ ազգային երաժշտական ժառանգության պահպանմանն ու նոր մեկնաբանմանը։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Երբ Ադրբեջանի նախագահի ասածը ինձ ուղված հարցի մեջ դնելով սխալ եք ձևակերպում, արդեն իսկ իմ ցանկացած պատասխան սխալ է, քանի դեռ հարցի բազան չի ճշտվել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե չնայած խաղաղության հաստատմանը, Ադրբեջանի նախագահը կոշտ ռետորաբանություն է գործադրում Սևանն անվանելով Գյոքչապ Արտենիսը բասարգեչար։ Հիմա ես ճշտեմ հարցի բազան։ Ադրբեջանի նախագահը ասել է, որ ցարական ժամանակների քարտեզի մեջ Սևան չի եղել, ուրիշ անուն է եղել։ Հիմա ես էլ ասում եմ այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա, դա ինչ նշանակում։ Այսինքն խոսքը վերաբերվում է, իմիջայլոց ես նախորդ բրիֆինգի ժամանակ խնդրեցի լրագրողը ինձ պետք է տեղեկություն փոխանցել, ես էլ իրան այդ քարտեզը փոխանցեի, չէ՞։ Այսինքն հասկանում եք, պետք է մենք ճիշտ ինչ հարցը ճիշտ պետք է ձևակերպենք, որպես պատասխանը ճիշտ լինի։ Հիմա Ադրբեջանի նախագահն ասել է, չգիտեմ, որ թվի քարտեզում Սևան չի գրած է ուրիշ անուն։ Եվ ես էլ հարց եմ տալիս, ասում եմ, որ տենց հետ են գնում, միջև որ թիվը հետ գնանք։ Ինչ վերաբերվում է անազատության մեջ, գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, այդ հարցի պատասխանն էլ ունենք, դա մենք ամեն օրյա աշխատանք ենք անում այդ ուղղությամբ եւ ես եթե կա տեսակետ, որ պետք է այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ, ինչքան բարենպաստ լինի միջավայրը,
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այդքան ավելի հեշտ կլուծվի նաեւ այդ հարցը։ Այսինքն դիտանկյան խնդիր է, եւ ես կարծում եմ, որ եթե եւ խաղաղությունը մնացած բոլոր հարցերն էլ կլուծի։ Շատ հարցեր կլուծի։ Այսինքն այն անկալումը, թե մենք պետքա բոլոր հարցերը լուծենք, հետո նոր լինի խաղաղություն, խաղաղության համաձայնագիրը։ Կարծում եմ, այդտեղ էլ բացարձակ չի։ Այսինքն դա process է, կենթանի process է, հիմա էդ էլ ճիշտ չի ասել, այ այսպես պետք է անենք, այդպես, որովհետև եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, այս կետին չէինք հասնի։ Այսինքն խաղաղության այս կետին չէինք հասնի։ Հենց դրա համար է, որ մենք փորձում ենք հնարավորինս ճկուն մոտեցումներ ցուցաբերենք, այնպիսի ճկուն մոտեցումներ, որ տվյալ պահին մաքսիմալ համապատասխանում են Հայաստանի պետական շահերին։ Պարոն Փաշինյան, վերջին մեկ շաբաթվա ընթացքում թե երկրորդ, թե երրորդ նախագահները անդրադարձան ձեր կառավարության իրենց խոսքով ձախողումներին, իրենք փաստարկներ ու տարբեր փաստեր ներկայացրին, բայց ես կխնդրեմ անդրադառնալ Սերժ Սարգսյանի մի հայտարարության, ըստ որի դուք ձեզ առաջարկվել է, հա, փոխվարչապետի պաշտոն 2015 թվականին։ Ուզում եմ հերքել կամ հաստատել այս լուրը, եթե առաջարկվել է, ապա ում կողմից ինչ պայմաններում եւ ինչ է մերժվել։ Լսեք, ինչ լավ է այդ հեղափոխությունը տեղի է ունեցել ըստ էության ուղիղ եթերում։ Բայց թե ուղիղ եթերում տեղի ունեցած է ամբողջը, որովհետև Կարեն Կարապետյանի հետ հանդիպում չի եղել, որ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում լիներ, կլիներ ուղիղ եթերում։ Հա, Կարեն Կարապետյանի հետ մեկուսարանում եղել է հանդիպում, ճիշտ է, կներեք, մոռացել էի։ Եվ երկրորդը խոսվում է դեսպանների մասին, ես հատուկ այդ թեմայով դեսպանների հետ հանդիպում եմ արել եւ չէ, հեղափոխության ժամանակ իրանք հանդիպում են ուզել ինձանից եւ այդ հանդիպման հիմնական նպատակն եղել է, որ իրանք ասել են կարող ենք օգնել, աջակցել, ես ասել եմ անընդունելի է ինձ համար, ես Հայաստանի ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիք չունեմ, որպեսզի Հայաստանում մեր քաղաքական օրակարգը առաջ մղել։ Այսինքն ցանկացած տես թեմա, որ ինչ որ մի դեսպանի միջոցով ինչ որ մի առաջարկ արվել կամ հետ առաջարկ ստացվի, դա ի սկզբանե սուտ է։ Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը եւ խորհրդարանական մակարդակում հարաբերությունների խորացմանն առնչվող տարբեր հարցեր են հանգամանալից քննարկվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ մեր երկրում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ կայացած հանդիպման ընթացքում։ Քննարկումների առանցքում են եղել ինչպես Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային զարգացումները։ Ալեն Սիմոնյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Ազգային ժողովի նախագահը պատասխանել է նաեւ Եվրամիության անդամ երկրների դեսպաններին հետաքրքրող հարցերին։ Վրաստանի տարածքում կործանված ռազմական բեռնատար ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։ Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող ինքնաթիռում եղել է 20 մարդ, անձնակազմի 4 անդամ եւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի 16 սպա։ Զոհերի թվում է նաեւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետ Իլքեր Այկուտը։ Ամբողջ գիշեր որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել օդային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ դրա շահագործման կանոնները խախտելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Կործանման հանգամանքները պարզվում են։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Փարիզը կաջակցի Պաղեստինի վարչակազմին ապագա Պաղեստինյան պետության սահմանադրության մշակման հարցում։ Այդ նպատակով կստեղծվի ֆրանս-պաղեստինյան համատեղ կոմիտե։ Էմանուել Մակրոնի խոսքով փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է, այն ներկայացրել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը։ Փարիզում տեղի ունեցած հանդիպումից հետո Աբասն ընդգծել է, որ ապագա սահմանադրությունը պետք է հիմնված լինի ժողովրդավարության, խաղաղության եւ իրավունքի գերակայության սկզբունքների վրա։ Սեպտեմբերին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր Պաղեստինի պետությունը պաշտոնապես ճանաչելու մասին։ Դա տեղի էր ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Ֆրանսիայի եւ Սաուդյան Արաբիայի նախաձեռնած գագաթնաժողովի ընթացքում, որը նվիրված էր Մերձավոր Արևելքում կարգավորմանը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննադատել է Փարիզի որոշումը, այն որակելով ահաբեկչության պարգևատրում։
Ղազախստանի նախագահը Ռուսաստանի նախագահի հրավերով մեկնել է Մոսկվա նոյեմբերի 11-ի երեկոյան Կրեմլում Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների դինամիկան, հույս հայտնել, որ համատեղ ծրագրերը կշարունակվեն եւ կզարգանան։ Տոկաևն էլ ռազմավարական է որակել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Չկա մի ոլորտ, որում չգործակցենք, մեր երկրների միջև լուրջ խնդիրներ չկան, եթե դրանք առաջանում են, ապա լուծվում են հիմնականում պետությունների ղեկավարների եւ իհարկե կառավարությունների ջանքերով, ընդգծել է Ղազախստանի նախագահը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օրերս մեկնել էր Վաշինգտոն հանդիպել Դոնալդ Թրամփի հետ, նաեւ հասել տարբեր ոլորտներում գործակցության համաձայնությունների։ Ղազախստանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարները քննարկել են նաեւ ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Կրեմլի խոսնակը հույս է հայտնել, որ Տոկաևը Պուտինին կներկայացնի Սպիտակ տան ղեկավարի հետ բանակցությունների մանրամասները։ Ռուսաստան այցին ընդառաջ Ղազախստանի նախագահն էլ տեղեկացրել էր, որ նոյեմբերի 12-ին Մոսկվայի եւ Աստանայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր կստորագրվի։ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ստիպված է դատի տալ բրիտանական BBC հեռուստաընկերությանը 2024 թվականի վավերագրական ֆիլմում իր ելույթը խեղաթյուրելու համար։ Ֆիլմի հեղինակները մոնտաժել են 2021 թվականի նախագահական ընտրություններում պարտությունից հետո Թրամփի ելույթը, ինչի հետևանքով տպավորություն է, որ նա բռնության կոչ է անում իր կողմնակիցներին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի թիմը նամակ էր ուղարկել կորպորացիային նախազգուշացնելով, որ պատրաստվում են $1 միլիարդ չափով փոխհատուցում պահանջել BBC-ից, եթե վավերագրական ֆիլմը չհեռացվի լրատվամիջոցի հարթակներից մինչև նոյեմբերի 14-ը։ Սկանդալի ֆոնին BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին եւ BBC News-ի լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թըրնեսը հրաժարական են ներկայացրել։ Նոյեմբերի 8-ին հարավային դարպասում կրկին տոնակատարություն էր։ Այս անգամ նշվեց Մեղրիի օրը, որը մեկնարկեց հայրենիքի համար նահատակվածների հուշաքարին ծաղիկներ խոնարելով։ Հարգանքի տուրք մատուցեցին նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, պատգամավոր Դավիթ Դանիելյանը եւ այլք։ Փոքր թաղում հյուրերին սպասում էին համեղ տաղավարները, դդմի կոտապներ, ղափամա, դե իհարկե հարավին բնորոշ քաղցրահամ չրերն էին սեղանի զարդը։ Շատ ուրախ եմ, որ այս տոնախմբությունը նշվում է։ Մեղրին միշտ ունեցել է իր օրը, դա հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի առաջին կիրակին է, որ ավանդաբար կոչվել է կանաչ կարմիր կիրակի, եւ միշտ երկու պարով է եղել։ Պատահական չի, որ այսօր մեր սեղանը եւս զարդարված է սպիտակ սփռոցով։ Մեղրեցիները ավանդաբար յուրաքանչյուր մեղրեցի իր դռան շեմին ունեցել է սպիտակ բարիկներով, սպիտակ սփռոցով եւ բարիկներով հագեցած մի սեղան, որտեղ որ հյուրասիրել է մեղրու բարիկները եւ գինիները եւ հյութերը եւ տարբեր տեսակի աղանդերներ։ Մեղրիի տոնը շնորհավորելու էին եկել նաեւ այլ համայնքների ներկայացուցիչներ, տարածաշրջանի խոշոր ձեռնարկությունների ղեկավար անձինք, ովքեր բարեմաղթանքներ հղեցին հարավային քաղաքին։ Я поздравляю всех наших жителей города. Շնորհավորում եմ մեղրեցիներին։ Քաղաքն ավելի հին պատմություն ունի, քան Ագարակը, որը վերջերս տոնեց 76-ամյակը։ Մաղթում եմ, որ այդ պատմությունն էլ ավելի հարստանա եւ խաղաղություն տիրի։ Հանդիսավոր նիստի ընթացքում ներկաները լսեցին քաղաքի դարերի պատմության, հարուստ մշակութային ժառանգության եւ իրականացված ծրագրերի մասին։ Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը խոստացավ Մեղրին էլ ավելի բարեկեցիկ դարձնել։ Եվ որպես համայնքի ղեկավար պատրաստ եմ անելու ամեն հնարավորը Մեղրին մեր հավաքական երազանքի քաղաքը դարձնելու համար։ Համոզված եմ, որ համատեղ ուժերով, բոլորի աջակցությամբ, հաղթահարելով ցանկացած մարտահրավեր հասնելու եք մեր բոլոր նպատակներին, թող խաղաղությունն ու բարօրությունը մշտապես ուղեկցեն մեր քաղաքին, թող արևաշող Մեղրին իր շուրջը հավաքի իր բոլոր զավակներին եւ շարունակի լինել հպարտության, սիրո ու միասնության խորհրդանիշ։ Մեղրու տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել Քահանա Խաչիկյանը շեշտեց, բազում փորձություններ հաղթահարելով Մեղրին կարողացել է մնալ կանգուն եւ Հայաստանի սիրտը լինել։ Թող Աստված օրհնի բոլոր այն անձանց, ովքեր իրենց ջանքն են ներդրել Մեղրի շենացման համար, մեր խոնարհումը բոլոր այն անձանց հիշատակին, ովքեր այսօր ֆիզիկապես ներկա չեն, բայց իրենց լոման են ունեցել Մեղրի զարգացման գործում։
Շնորհակալագրեր ստացան համայնքի զարգացման գործում ներդրում ունեցած տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Պատվավոր քաղաքացու կոչման արժանացան Ժորա Միրզոյանը եւ Ներսես Խառատյանը։ 1974-ից ես շատ պատվաստների ժողովածուներ ունեմ, որոնք վերաբերում են Մեղրիին, Ղափանից էլ կա, մարզից կա։ Ես բազմաթիվ մրցանակների եւ պարգևների եմ արժանացել, բայց այս պարգևը ես պարգև եմ համարում, ոչ միայն կոչում։ Այդ բոլոր պարգևների շարքում ես շատ ավելի բարձր եմ դասում, որտեղ տրվել է իմ երկրում, իմ ժողովրդի կողմից։ Մեղրեցիներն ակտիվորեն մասնակցեցին քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին, հարազատ ծննդավայրին մաղթելով բարեկեցություն։ Բոլոր մեղրեցիներին շնորհավորում եմ օրվա առիթով։ Հրաշք երկիրա շնորհավորում եմ, որ ստեղ ենք ապրում, ստեղ ապրելու ենք, ստեղ էլ մնալու ենք։ Երիտասարդությունն իր ներդրումն ունենա վաղվա օրվա առիթով, որովհետև այսօրվա երիտասարդությունը համենայն դեպս իմ կարծիքով բավականին մեծ հնարավորություններ ունի, ավելի մեծ ձեռքբերումներ, ավելի մեծ նվաճումներ ունենալու եւ ավելի համապարփակ ներկայանալու համար որպես մեղրեցի։ Միշտ խաղաղ լինի ինչպես հիմա։ Մեղրին ցանկանում եմ միշտ այսպես ամուր կանգնի իր սահմանը պաշտպանի Հայաստանի եւ խաղաղություն մեզ։ Տոնական օրն ամփոփվեց սիրված երգիչներ Սևակ Ամրոյանի եւ Արփիի ելույթներով։ Համերգն ավարտվեց շքեղ հրավառությամբ։ Գույնն ու բառը հանդիպել են մեկ հարկի տակ, ասել է, թե մեղավորը գեղանկարչուհի Հարուս Վարդանյանն է։ Առաջին հեղինակային գրքի շնորհանդեսին եւ անհատական ցուցահանդեսին երազանքով է սպասել։ Ուզվածը ու երջանիկ երկար սպասված օրն արդեն իրականություն է։ Չի համար էի ուզում անել երկուսը միասին, որպեսզի ես կարողանամ ինքս ինձ ամբողջական զգալ, այսինքն նկարիչն ու բանաստեղծուհին մեկ մարմնի մեջ։ Բացի դրանից ուզում էի հենց սպիտակում լիներ, որովհետև Վանաձորում բազմիցս ունեցել էի դեռուսանող տարիներից մշտապես մասնակցել էի ցուցահանդեսներին ու Վանաձորը ինձ համար կարծես այն ծովը լիներ ձկան համար։ Ես այստեղ ուսուցչուհի եմ ու ոչ ոք չգիտի, որ ես ստեղծագործում եմ։ Դրա համար շատ կարևոր էր ինձ համար, որ այստեղ լինի։ Առաջին գրքում զետեղվել են 100-ից ավելի ստեղծագործություններ, թեմաները տարբեր են՝ հայրենիքից բնություն, սեր ու հավատ։ Գիրքը վերնագրել են մտքի ձուլակտոր։ Որովհետև մտքից է ձուլված։ Շատ վաղուց վանից այդպես մտածել էի, որ պետքա դա լինի մտքի ձուլակտոր, որովհետև արձակ աշխատանքներ չունեի, ամբողջությամբ բանաստեղծություններ էին ու այսպես թե այնպես առաջին գիրքս պետք է լիներ բանաստեղծությունների գիր ու մտքից ձուլված բանաստեղծություններ էին։ Գրչախաղի եւ վրձնախաղի սիրահարը մտքի ձուլակտորին գեղարվեստական դիզայն է հաղորդել։ Անահիտ Աստվածուհու աշխատանքն էլ գրքի կազմին է եւ ցուցահանդեսում առկա։ Երկար քննարկումներով է անցել գրքի կազմի դիզայնը, մինչեւ որ նախապես որոշված, բայց ոչ վերջնական կարմիրն ու սևը դարձան Անահիտ։ Վերջին օրն էր, որ պետք է այս պատասխան տայի, թե վերջնական որ տարբերակով պիտի լինի ու մտածեցի, որ կքնեմ, կզարթնեմ ու ամեն ինչ իրան ինքնըստինքյան կստացվի ու ինչպես միշտ է լինում իմ բոլոր գործերում։ Երբ որ մտածում եմ, մտքերս ուղարկում եմ տիեզերք, մտածում եմ, որ առավոտյան ամեն ինչ պարզ է լինելու։ Առավոտյան զարթնեցի, Անահիտը պատին կախված էր, աչքերս բացեցի ու հենց առաջինը որ տեսա Անահիտն էր ու որոշեցինք, որ վերջ, էլ կարմիրն ու սևը թողեցինք, ոսկե գույնը թողեցինք, Անահիտը լինում է իմ գրքի առաջին կազմի վրա։ Գույնի ու բառի հանդիպում խորագրով ցուցահանդեսին ներկա էին ընկերները, վրձնակից ու գրչակից գործընկերներ, մարդիկ, ովքեր խոսեցին Արուս ստեղծագործողի տեսակի ու տաղանդի մասին։ Ասարանում մարմնով ամենափոքրը, բդիկ մարմնով, բայց աչքերը այսպես կրակուր։ Ու շատ քիչ անցավ ու ես հասկացա, որ Արուսը այդ փոքրիկ մարմնի մեջ այնքան բան ունի անբարած։ Ես իրեն եթե հիշում եմ Արուսը ասեցի ոսկե մատիկ, ինչու, որովհետև ինքը շատ հաճախ ուրախացնում էր համադասարանցիներին, եթե պիտի տոն լիներ նախօրյակին ինքը հեղինակորոց իրեր էր վերում, նվիրում էր դասարանցիներին և ուրախացնում։ Կնշեմ, որ նա այդ հարթակում առաջինը, երբ որ հայտնվեց, մենք բոլորս
բավականին հետաքրքրությամբ ու համակրությամբ լծվեցինք նրա նկատմամբ։ Բայց հետո մի քանի բանաստեղծություն հրատարակելուց հետո մենք արդեն գորովալից սիրով եւ մեծ ոգևորությամբ ընդունեցինք նրա ներկայությունը արահետում։ Նա այս մանկահասակ աղջնակը, ուրեմն հասակին եւ չխափնվեք նրա տեսքին, նա կայացած բանաստեղծ է։ Բոլորից ու ամենքից շատ հայրն է հուզված։ Հիշում է, թե ինչպես էր հետևում դստեր առաջին քայլերին, թե ինչպես էր փնտրում ներկեր հայրենիքում ու հայրենիքից դուրս, եւ թե ինչպես էր թողնում լրիվ անծանոթ քաղաքում ուսանելու եւ երբեմն գաղտնի հետևում, որ չմոլորվի, որ ճանապարհ հարթի։ Այսօր հուզվում է հպարտությունից։ Գեներով եկած ես նորից եմ շնորհքներ սովորել նկարչության տեսակետով, իսկ ես հիմնականում առաջի քայլերը մեր տանից հասկսել ու ինքը սիրելա ինձնով։ Ու պետ ուզեց, ինչքան ուզեցինք ուրիշ սովորելու բան, ասալ չէ, ես հետ եմ սիրում, ասի, ուրեմն չարչարվենք, որ հասնես նպատակին։ Հուսամ, որ նրա գիրքը եւս մեր մոտ տեղ կգտնի եւ այսուհետ կօգտվեն նաեւ կպահանջեն նաեւ նրա գիրքը, որը ինչպես դուք ինքներդ տեսաք, բավականին հուզիչ, բավականին բազմաբովանդակ, բազմաժանր բանաստեղծություններով էր հագեցած, կհրապարակենք ու կունենանք մեր ընթերցողը եւ այս գիրքը նույնպես կգտնի իր ընթերցողին։ Գույնի ու բառի հանդիպում շնորհանդես ցուցահանդեսին հյուրերը շրջեցին սրահով, որտեղ մի քանի տասնյակ աշխատանքեր ներկայացվել, կիսվեցին ու քննարկեցին տպավորությունները, իսկ նկարչուհին կավարտի դիցաբանական այն շարքը, որը սկսել է նկարել։ Դե առաջիկայում նաև նոր գրքով հանդես կգա, այս անգամ արձակ ստեղծագործություններով։ Հաղորդակցության եւ կոնֆլիկտային իրավիճակների կառավարման իրենց հմտություններն են զարգացնում Գեղարքունիքի մարզի կրթական հաստատությունների մանկավարժները եւ թեմայով հետաքրքրված այլ մասնագետներ։ Երկօրյա աշխատարանի ընթացքում նրանք ուսումնասիրում են ոչ բռնի հաղորդակցության, հուզական ինտելեկտի եւ խաղաղաշինության սկզբունքները։ Կարևոր ենք համարում այս միջոցառման կայացումը Գավառ քաղաքում, որը կնպաստի նաև այն մարդկանց, ովքեր որոշակի դերակատարումներ ունեն համայնքներում եւ ուսումնական հաստատություններում, նրանք ունենան այդ հաղորդակցության հնարավորությունը եւ կզարգացնեն մի շարք հմտություններ այդ քննարկումների միջոցով։ Դպրոցում, համայնքում, նաև ընտանիքներում հաճախ հանդիպում ենք տարաձայնությունների, նույնիսկ մեր կամքից անկախ հայտնվում ենք որոշակի կոնֆլիկտային իրավիճակներում եւ այն է թե ինչպես պետք է դուրս գանք հենց մեր պատասխանատվությունն է։ Աշխատարանը կառուցում են մասնակիցների անձնական օրինակների վերլուծությամբ, նշում հաղորդակցության մեջ տեղ գտնող բաց թողումներն ու դրանք շտկելու քայլերը։ Արդյունավետ հաղորդակցությունը պայմանավորված է մեր հարցադրումներով եւ խոսույթով, շեշտում է դասընթացավարը, լսարանին ներգրավելով ինտերակտիվ խաղի մեջ։ Այնպես չի, որ մենք հաղորդակցության հետ խնդիրներ ունենք կամ չենք հաղորդակցվում, հա, միմյանց հետ, ուղղակի շատ կարևոր է նաև հասկանալ ինչպես դա ճիշտ անել, որովհետև շատ ժամանակ մենք չենք կարողանում ճիշտ արտահայտվել կամ ճիշտ հասկանալ դիմացինին, դրանից շատ հարցեր են բխում եւ խնդիրներ։ Եթե չշտկենք դա, երևի մեր հասարակությունը առաջ չի գնա։ Ինձ համար հուզական ինտելեկտը նա է, եւ դու կարողանում ես ճանաչել քո զգացմունքները եւ դա ճանաչելով կարողանում ես ավելի ամուր դարձնել ու կայուն դարձնել քո հուզական ինտելեկտը, որը պաշտպանված կլինի տարբեր տեսակի հարձակումներից, մանիպուլյացիաներից ու ոչ միայն մեզ համար, այլ նաեւ դիմացինի համար, որպեսզի կարողանանք ընկալել ու հասկանալ դիմացինի զգացմունքները, հարգել դրանք։ Կարողությունների զարգացման աշխատարանը Restart Գավառն իրականացնում է պրոֆեսիոնալ մեդիան եւ քաղաքասարակությունը միավորում են ուժերը հանուն երկխոսության ծրագրով։ Այժմ կամավոր, իսկ 2026 թվականից արդեն աշխատանքի ընդունելու կամ աշխատանքից ազատելու դեպքում գործատուների եւ աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրեր։ Այսինքն, եկող տարվանից բացառապես թվային հարթակով է իրականացվելու աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը եւ փոփոխումը։ Էլեկտրոնային հարտակը ներդնելուց էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կառավարվելու է բոլոր աշխատանքային պայմանագրերը, վարձու աշխատողները հնարավորություն կունենան ճշտել արդյոք իրենց
աշխատանքային հարաբերությունները գործատուի հետ արդյոք օրինականացված է ամբողջությամբ կամ գրանցման հայտ հարկային մարմին ներկայացված է, թե չէ։ Սա աշխատանքային պայմանագրերի համակարգն է, գլխավոր էջը, որտեղ երևում են այն փաստաթղթերը, որոնք ստեղծվում են գործատուի կողմից։ Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի հետ կապված բոլոր գործառույթները գործատուներն իրականացնում են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Նախ եւ առաջ գործատուն համակարգի առցանց լիազորի անձնական գրասենյակից պետք է համապատասխան լիազորություններ տա այն անձանց, որոնք էլեկտրոնային փաստաթղթերը ստեղծելու, խմբագրելու եւ ստորագրելու իրավասություն ունեն։ Ընդ որում համակարգը հասանելի է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Գործատուների համար տվյալ համակարգը հնարավորություն է տալիս ստեղծել աշխատանքային պայմանագրեր, նաեւ աշխատանքի ընդունման եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամաններ եւ նաեւ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համաձայնագրեր ու վերջում դրանք ստորագրել նաեւ։ Համակարգում նախատեսված են պարտադիր դաշտեր, որոնք գործատուն պարտավոր է լրացնել քաղաքացուն աշխատանքի ընդունելիս, իսկ չլրացնելու դեպքում համակարգը ինքնաշխատ հուշում է սխալի մասին։ Բացի այդ, համակարգը հնարավորություն է տալիս արագ եւ հեշտ գտնել ցանկացած փաստաթուղթ։ Աշխատանքային պայմանագրի ցանկացած փոփոխություն այստեղ տեսանելի է, այդ թվում աշխատողին հատկացվող արձակուրդի, վարձատրության, փոփոխության մասին եւ այլն։ Եթե տվյալ աշխատանքային պայմանագիրը ունի նաեւ հավելված, նշում կատարվի, որ արկա է հավելված եւ այն պայմանները, որոնք կարգավորվելու են հավելվածով։ Թվային համակարգը աշխատողների իրավունքների պաշտպանության նպատակով է նաեւ ներդրվել։ Հենց այս հարթակի միջոցով յուրաքանչյուր աշխատող կարող է համոզվել իր աշխատանքի օրինականության մեջ։ Աշխատանքային պայմանագրով սահմանված իրավունքների շրջանակներում վարձու աշխատողը ամբողջությամբ ապահովագրված է, երաշխավորված է իր աշխատանքը եւ հետեւաբար նաեւ գործատուն հնարավորություն չի ունենում իր կամքով առանց համապատասխան հիմքերի աշխատողին ազատել աշխատանքից։ Օրինակ, եթե աշխատողը համաձայն չի եղել աշխատանքային պայմանագրի պայմանների հետ, այստեղ երևում է, որ կարգավիճակը անվավեր է աշխատանքային պայմանագրի։ Իսկ եթե համաձայն է ստորագրված աշխատողի կողմից կարգավիճակի դեպքում արդեն աշխատակիցը համարվում է տվյալ գործատուի աշխատող։ Թվային համակարգից աշխատողները կարող են օգտվել ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, մուտք գործելով նոր ստեղծված աշխատանքային պայմանագրեր բաժինը։ Հարթակից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն։ Աշխատանքային պայմանագիրը կամ մնացած էլեկտրոնային փաստաթղթերը սկզբից ստորագրվում են գործատուի կողմից, այնուհետև ծանուցում է ուղարկվում աշխատողին, որ գործատուն ստորագրել է ձեր մասով էլեկտրոնային փաստաթուղթ ու պետք է համաձայնության դեպքում ստորագրել։ Այսինքն տվյալ էլեկտրոնային փաստաթղթերը ուժի մեջ են մտնում այն դեպքում, երբ որ աշխատողի կողմից ստորագրվում են։ Եթե նոր ընդունվող քաղաքացիների հետ գործատուն աշխատանքային պայմանագիրը հաջորդ տարվանից է կնքելու էլեկտրոնային եղանակով, ապա այն աշխատակիցների համար, որոնց պայմանագրերը դեռևս թվային չեն, գործատուները 2026 թվականի հունվարի 1-ից կպարտավորվեն 12 ամսյա ժամկետում դրանք մուտքագրել համակարգ։ Աշխատողներն էլ պարզապես պետք է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատեն թվային պայմանագիրը։ Համայնքային ոստիկանության նոր-նորքի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու երիտասարդ մեքենաներից գողանում են հաշվառման համարանիշներ ու հայլիներ եւ վերադարձնելու համար մեքենային փակցնում են Telegram-ի հասցե։ Տեղեկությունն իրացվեց ոստիկանության գվարդիայի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների հետ։ Նոյեմբերի 8-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում Գյուլիքևխյան փողոցում երիտասարդները հայտնաբերվեցին գողոնը ձեռքներին։ Ավտոմեքենայի հաշվառման համարանիշներն ու կողային հայլիները նետելով նրանք դիմեցին փախուստի։ Աչափնեկ թաղամասի բնակիչ 23-ամյա երիտասարդի փախուստը կանխվեց եւ շորթում կատարելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային ոստիկանության նոր-նորքի բաժին։ Որոշ ժամանակ անց հայտնաբերվեց նաեւ 30-ամյա երիտասարդ Գողության թիրախ դարձած Ford Mach-ի ավտոմեքենայի դիմապակուն փակցված էր Telegram-յան հասցեով թերթիկ։ Ford-ի տիրոջից ընդունվեց հաղորդում, ըստ նրա պատճառվել էր մոտ 100,000 դրամի վնաս, եւ սա միակ դեպքը չէր։ Ըստ նախնական տվյալների, նրանք Telegram-յան նույն հասցեով թերթիկ էին փակցրել նաեւ Հովհաննիսյան փողոցի բակերից մեկում կայանված Honda Mach-ի ավտոմեքենայի դիմապակուն։ Honda-ի տերը նույնպես տվեց հաղորդում, որ նույն գիշերը կողացել են մեքենայի կողային հայլիների ապակիները։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։